Այսօր եւ երեք Հայաստանում մենք գտնվում ամենահակահայ Զելենսկին, հակառուս Զելենսկին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Արցախը հավասարաչափ վաճառքի հանած Մակրոնը հարցը ուզում եմ ձևակերպել հետևյալ. Արդյոք չեք դիտարկում, որ Ռուսաստանի Դաշնությունն այս այցի համար կպատասխանի հայերային։ Առաջիկա մայիսյան պարադի վրա պետք է ինչ-որ իրենք պլաններ ունեն եւ այլն, այսինքն Երևանից փաստացի սպառնալիք է հնչում Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն դրանք անհետևանք չեն լինելու դիվանագիտության մեջ ոչինչ չի անտեսվում, ամեն բան հաշվի է առնվում, ցանկացած հետագա գործողություններ էլ կարելի է սպասել, կարելի է ակնկալել։ Եվ եթե զգում եք, այն ինչ արել է այսօր գործող իշխանությունը դիվանագիտական դաշտում Արցախի մասով, այդ արկածախնդրությունը բերեց Արցախի ամբողջական կորստի եւ քաղաքական նման տապալման, հիմա տնտեսական առումով այնպիսի արկածախնդրության են գնալու, որ մեր տնտեսությունը լուրջ հարվածի տակ է դրվելու։ Այսօր դուք տեսնում եք օրինակ նույն ջերմուկի օրինակով, ջերմուկը այլևս դադարել է վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում, ծաղիկների հետ կապված, ծաղիկները գնում են հետ են ուղարկում, լավ սա հանուն ինչի, լավ դուք օրինակ արեք ջերմուկը վաղը տանեք Եվրոպայում վաճառեք, գոնե իմանաս տեղ կա տանելու վաճառելու, ասես լավ, այլընտրանք ունես մի բան անում ես, դու չունես այդ այլընտրանքը այսօր, քո ծաղիկները կարես տանես Հոլանդիա վաճառես, չես կարողանում չէ տանես։ Հետևաբար դու չես կարող գնալ արկածախնդիր քաղաքականության։ Այսօր Հայաստանը չունի ռեսուրս աշխարհաքաղաքական տարբեր ուժերի բախման կենտրոն դառնալու համար, չես կարող ուղղակի։ Քաղաքական առումով իսկապես այդ քայլերը բերեցին Արցախի ամբողջական կորստի։ Այս արկածախնդրությունը բերելու է տնտեսական կոլապսի։ Բայց քանի որ հունիսի 7-ը առաջիկայում է, շատ չենք ծանրանում վստահ լինելով, որ փոփոխությունը բերելու է իրական այս կոմպլեմենտար քաղաքականության։ Հիմա սրանք ասում են, չէ, բալանսավորված, բալանսավորման քաղաքականություն, ինչն եք բալանսավորում։ Երբ որ ջերմուկդ հետ են տալիս, ուր է ստանում, որ դա կոչվի բալանսավորված։ Հետևաբար հունիսի 7-ը առջևում այդ փոփոխությունը պետք է իրականացնենք, իրական հավասարակշռություն բերենք ամբողջ տարածաշրջանում։